Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, եւ ինչպես խոստացել ենք, այսօր մենք բազմաժանր եւ հետաքրքիր եթեր ենք ունենալու եւ բազմիցս համոզվել ենք, որ ID Bank-ի իդրամի մի դրամի ուժը իսկապես կարող է յուրաքանչյուր փոքր ներդրման շնորհիվ շատ կարևոր ու բացառիկ գաղափարներ կյանքի կոչել։ Մի դրամի ուժը, Իմ անտառ Հայաստանը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միավորվել են մի գաղափարի շուրջ, ստեղծելու մի անտառ, որտեղ յուրաքանչյուր ծառ կհնչի որպես նոտա, իսկ յուրաքանչյուր նոտա որպես կյանքի նոր շունչ։ Այս համագործակցությունը ոչ միայն բնապահպանական, այլ մշակութային հուշագիր է, ապագային ուղղված ներդրում, որը ցույց է տալիս, որ ինչպես կարող է արվեստը շատ ավելի խորը արմատներ ունենալ։ Կարևոր նախաձեռնության եւ համագործակցության մասին կզրուցենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են։ Ես սիրով ներկայացնում, տաղավարում են իդրամի եւ ID Bank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախագծերի պլանավորման եւ իրականացման բաժնի ղեկավար Աննա Գևորգյանը եւ Իմ անտառ Հայաստան կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք իրոք գալվելու համար։ Ինչպեսի հրաշալի նախաձեռնություն, համագործակցություն, բնություն, որը որ ինչպես Լիլիթը նշեց, խորը արմատներ է տալու նոտայի տեսքով։ Եկեք մի փոքր խոսենք այս նախաձեռնության սկզբնաղբյուրի մասին, կարևորության, հետո արդեն կանդրադառնանք բուն բովանդակության։ Երևի այս մասին ես կխոսեմ։ Իրականում մեզ համար էլ ինչքան որ շատ անսպասելի նախաձեռնություն էր, բայց նաև շատ ոգևորիչ, քանի որ մոտ արդեն 1 տարի է ինչ այս նախաձեռնությունը կա եւ քննարկում ենք, փորձում ենք կյանքի կոչել։ Նա գաղափար առաջացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպության տնօրեն Անդրե Գումուշյանի համատեղ քննարկման արդյունքում եւ մեզ համար կարեւոր էր, որ հենց անտառ ստեղծելու գաղափարը ունեցանք հենց մեր 20-րդ հոբելյանական համերգաշրջանի շրջանակներում եւ խորհրդանշական է, որ հենց որոշեցինք 20,000 ծառ ունենալ եւ ստեղծել անտառ, որ կլինի հենց նվագախմբի ուրվագծով, այսինքն փորձելու ենք այնպես անել, որ նվագախմբի կառուցվածքը ուրվագծվի անտառում եւ կունենանք անվանական անտառ, սա ոչ միայն բնապահպանական նշանակություն ունի, նաեւ բնապահպանության եւ մշակույթի ինչ-որ միաձուլում է հետաքրքիր, որի մեկնարկը հենց տրվել է արդեն եւ ID Bank-ի եւ իդրամի ուժը նախաձեռնության աջակցությամբ այն ակտիվ իրականացում։ Ես վստահ եմ, որ հրաշալի իհարկե ընթացք է ունենալու, բայց ի սկզբանե եկեք հասկանանք ինչպես եղավ, որ ID Bank-ի, իդրամի եւ մի դրամի ուժի շահառուն, որպես այդպեսին հոկտեմբեր ամսվա, դարձավ սիմֆոնիկ անտառը եւ ինչ ընթացք է դա ունենալու ընդհանրապես։ Նշեմ, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեր գլխավոր ուղղություններից մեկը հենց բնապահպանությունն է, թե ID Bank-ի, թե իդրամի եւ մի դրամի ուժը նախաձեռնությամբ միանալը այս նախագծին նաև որոշակի սիմվոլիկա ունի, խորհրդանշական է, որովհետև ինչպես գիտեք, իդրամի եւ ID Bank-ի համակարգերով վճարում կատարելու դեպքում մենք մի դրամ յուրաքանչյուր վճարման դիմաց փոխանցում ենք այս կամ այն նախաձեռնությանը։ Տվյալ դեպքում, երբ հանդիպեցինք մեր գործընկերների հետ, սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչների, Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի, խոսում էինք այն մասին, որ յուրաքանչյուր տոմս նույնպես առնվազն մի ծառ է դառնալու։ Եվ այստեղ գաղափարները կարծես համընկնում են, մի դրամի ուժով մենք փաստացի յուրաքանչյուր վճարման դիմաց ենք 1 դրամ հատկացնում, իսկ այստեղ 1 տոմս գնելու դիմաց առնվազն մի ծառ է տնկվում։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես արդեն ասացի, սոցիալական պատասխանատվության գլխավոր ուղղություններից է նաև բնապահպանությունը, մենք արդեն Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպության հետ ներողություն տնկել ենք ավելի քան 30,000 ծառ եւ այս գործընթացը խոստացել ենք շարունակել, այսինքն 2025-26 թվականների ընթացքում 25,000 ծառ ենք դեռևս տնկելու, ուստի ամբողջությամբ համապատասխանում էր թե մեր գաղափարախոսությանը, թե ընդհանուր համոզմանը։ Եվ հստակ երևում է մի դրամի ուժ է այստեղ, թե ինչպեսի նախ տեսք է ունենալու եւ հետո ինչպեսի գաղափար կա հիմքում։
Այո, կարծում եմ, որ ընդհանուր գաղափարախոսությունը պետք է նաև հոգեհարազատ լինի մեր օգտատերերի համար, բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են մեր երկիրը, բնությունը եւ ուզում են ավելի մաքուր տեսնել այն, օդի աղտոտվածությունը նվազեցնել եւ այլն։ Իհարկե, շատ հետաքրքիր է, թե ինչպես եք նախատեսել հենց անտառը տնկման այդ գործընթացը, ինչպես է դա տեղի ունենալու եւ որ տարածքն եք ձեզ հարցս ուղեմ երևի թե եւ որ տարածքն եք նախատեսել հենց դրա համար։ Անտառտնկումը սկսելու ենք արդեն իսկ այս աշնանը։ Իդեպ անտառտնկման սեզոնը արդեն սկսվել է եւ մեր թիմերը արդեն մեկ այլ բնակավայրի մոտ տարածքում արդեն աշխատում են։ Կարծում եմ մոտ 10 օրից կկարողանանք սկսել սիմֆոնիկ անտառի տնկման աշխատանքները։ Անտառը տնկվելու է Շիրակի մարզում, Ձորաշեն բնակավայրի հարակից տարածքում։ Ձորաշենը գտնվում է Լոռու եւ Շիրակի սահմանին, հա, մեջտեղում է։ Գյումրիից ոչ հեռու, բայց այդքան էլ մոտ չէ։ Սպիտակի եւ Գյումրիի միջև, եթե կարելի այդպես փորձենք տեղորոշել, հա։ Եվ ունի լավ բնակլիմայական, բավարար բնակլիմայական պայմաններ նոր անտառ ստեղծելու համար։ Մենք հաճախ մտածում ենք, այ օրինակ, այսինչ տեղում ինչքան քիչ են անտառները, ինչու այստեղ չկա, եկեք այստեղ տնկեք եւ այլն։ Այդպիսի առաջարկներ հաճախ լինում են, մարդիկ ովքեր ցանկություն ունեն իրենց բնակավայրի մոտ, իրենց գյուղում կամ իրենց մարզում, շատ կարեւոր է իմանալ, որ անտառ տնկումը երկար գիտական ուսումնասիրությունների արդյունքում է սկսվում, այսինքն տարածքը ընտրում են մեր մասնագետները եւ ծառատեսակները համապատասխան լինում։ Միանշանակորեն այդ ծառատեսակները ընտրվում են հողի որակին, հողի տեսակին եւ տեղական կլիմային, ծովի մակերևույթից բարձրությանը համապատասխան։ Իհարկե աշխատում ենք բարձր լեռնային գոտիներում, հա, 1700-1900-ից մինչև 2200 մետր բարձրության վրա ենք աշխատում, բոլոր ծառատեսակները բոլոր բարձրությունների վրա չեն աշխատում։ Սա իսկապես գիտական, մասնագիտական երկար մանրակրկիտ աշխատանք է եւ այս տարածքը ընտրվել է, որտեղ գիտենք, որ պետք է լավ աճի անտառը եւ պետք է իրոք երբ որ ծառերը մեծանան, վերևից նայելիս տեսնենք եւ պատկերացնենք, որ դա յուրաքանչյուր ծառը մեկ ծառերի մի հատված, որտեղ 20000 ծառը չեն մասնակցի նվագախմբի հատակագծի ստեղծմանը, բայց ծառերի մի մասը կմասնակցեն այդ պատկերը ստանալուն եւ տարիներ անց, երբ որ վերևից նայենք, կտեսնենք, որ այդ ծառերը միասին սիմֆոնիա են ստեղծում։ Իհարկե։ Սա իսկապես խոսում է հրաշալի նախաձեռնության մասին, հատկապես երբ ID բանկը իդրամով եւ իր հրաշալի նախաձեռնությամբ, որը իդրամի ուժն է, փաստորեն նաեւ երաժշտությունն է այս ամենում շատ մեծ գործոն, որպես այդպեսին հետաքրքիր է ընդհանրապես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար ինչ նշանակություն ունի այսպիսի նախաձեռնությունը, հատկապես իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանի շրջանակում։ Քանի որ նվագախումբը ակտիվ ոչ միայն ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալում, այլ նաև այլ ոլորտներում էլ բավականին ակտիվ է, սա մեր համար իսկապես կարևոր է եւ ինչպես սկզբում նշեցի, քանի որ ունի եւ բնապահպանական նշանակություն, ինչը արդի ժամանակներում կարծում եմ շատ կարևոր հարց է բնապահպանությունը, մեզ համար էլ մենք էլ ուզում ենք անմասն չմնալ, ինչ որ մնայուն արժեք ստեղծել, իսկ անտառը կարծում եմ մնայուն է եւ այն ծառայելու է ոչ միայն բնականաբար նվագախմբին, ինչքան էլ որ այն անվանական անտառ է, այլ մեր հասարակության համար է դա ստեղծվում, կարծում եմ լավ գործ է եւ մեր գործընկերների աջակցությամբ մենք կունենանք անտառածածկ եւս մեկ տարածք Մենք ես միգուցե բաց թողեցի, բայց մենք խոսեցինք նրա մասին, որ քանի քանակի ծառատեսակ է նախատեսվում տնկվել 15000 մինչև 20000 ծառ 20-ամյակի արդիվ ծառատեսակները փորձելու ենք հնարավորինս շատ անել, մինչև 10 տեսակի ծառ ենք տնկում յուրաքանչյուր տարածքում, կրկին պետք է ընտրել այնպիսի ծառատեսակներ, որոնք կկարողանան ապրել տարածքում եւ փարթամ աճել, իրենց լավը զգալ, որոշ դեպքերում սահմանափակումներ են ունենում, բայց նշեմ մի քանի, հա, հիմնական ծառատեսակները՝ կաղնի, թխկի, կեչի, սոճի, իհարկե, վայրի տանձ, վայրի խնձոր, անպայման թփեր ենք տնկում, որովհետեւ բնական անտառային էկոհամակարգ ստեղծելու համար պետք է ստեղծել այդ բազմազանությունը եւ ծառատեսակների բազմազանություն եւ նաեւ թփերի ինչ որ մաս պետք է տնկել, որպեսզի հնարավորինս բնականին մոտ անտառ աճի, այլ ոչ թե պուրակ։
Այո, իսկապես անտառ եւ մեծ հույս ունեմ, որ մինչ անտառը կբարձրանա եւ կդառնա անտառ, կբարձրանա նաեւ շատերիս մոտ այն գիտակցությունը, որ եթե գնալ պիկնիկի, ապա անպայման թողնել անտառը այնպես, ինչպես որ գնացել ենք այնտեղ։ Շատ լավ։ Ահա, իհարկե, ես նաեւ ուզում եմ խոսել նրա մասին, թե մի դրամի ուժի նախաձեռնությունը ինչ նպատակ ունի հասարակական ներգրավվածության առումով, ինչպես է հասարակությունը ներգրավված լինելու նման հրաշալի նախաձեռնությանը։ Մի դրամի ուժ այն բացառիկ նախաձեռնություններից է, որի շրջանակում մեր հասարակության յուրաքանչյուր անդամ ընդամենը վճարում կատարելով Իդրամնդայդի բանկ հավելվածով, մեր բոլոր առցանց հարթակներով, տերմինալներով ընդամենը վճարում է կատարում եւ մենք Իդրամը եւ ID բանկ ընկերությունը փաստացի իրենց հաշվին նվիրատվություն են անում այս կամ այն ոլորտին։ Այսինքն մենք մեր օգտատերերին անվանում ենք բարի կամքի դեսպան, որովհետև իրենք ընտրում են վճարել մեր համակարգով, իսկ մենք դրա դիմաց մեր հասարակությանը այսպես ասեմ, վարձահատույց ենք լինում, փոխհատուցում ենք, ինչպես կուզեք կարող եք դա անվանել։ Այո, ստեղծում ենք օրինակ սիմֆոնիկ անտառ, նպաստում ենք երեխաների առողջացմանը, տարբեր ոլորտների ենք իդեպ ուղղում մեր մի դրամի ուժի նախաձեռնության յուրաքանչյուր ամսվա գումարը, արդեն 250 միլիոնից ավել ուղղվել է շատ տարբեր ոլորտների։ Դա ինչպես բնապահպանությունն է, այնպես էլ առողջապահությունը, կրթությունը, հատուկ ուշադրություն ենք դարձնում ֆինանսական եւ թվային գրագիտությանը եւ շարունակաբար ծրագրեր ենք իրականացնում։ Կոնկրետ սիմֆոնիկ անտառը մեզ համար ոգեշնչման էսպիսի ծրագիր դարձավ եւ հուսով ենք, որ մեր օգտատերերը կշարունակեն այ 8 օր դեռևս կա, ինչքան շատ վճարում կատարեն Իդրամնդայդի բանկ հավելվածով, այնքան շատ գումար կհատկացվի եւ այնքան շատ ծառ կտնկվի սիմֆոնիկ անտառում։ Այս պահի դրությամբ մեր մոտավոր հաշվարկներով 6000-ը գերազանցելու է, 6000 ծառը գերազանցելու է, այսինքն մնացածը արդեն տոմսերի վաճառքի միջոցով կկարողանանք տնկել ու կունենանք մի անտառ, սիմֆոնիկ անտառ, որտեղ բնությունը կերքի։ Այո, ինչ լավ է հնչում, սա նաև մեզ է ոգևորում բնականաբար, ես վստահ եմ, որ նաև կվարակվեն այս հրաշալի նախաձեռնությամբ մեր հեռուստադիտողները, ովքեր որ դիտում են այս պահին մեզ մի դրամի ուժ, ընդամենը 1 դրամ, որը պատկերացրեք, թե ինչպիսի կարևոր եւ հայանպաստ այս դեպքում հայրենանպաստ գործունեություն ծավալում։ Առաջարկում եմ մի պահ շունչ քաշել։ Շունչ քաշենք, այնուհետև շարունակենք։ Մնացեք մեզ հետ, որտեղ հետաքրքիր զրույց է սպասվում։ Մենք վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ, հրաշալի գաղափարի եւ համագործակցության մասին ենք խոսում, մշակույթ, բնապահպանություն, այդ ամենը իրար խառնած։ Եվ իհարկե ID բանկը, որ այս ամենի կողքին է միանշանակ հանձն առնելով հայանպաստ գործունեությանը, ինձ հետաքրքիր է որքանով է ID բանկի, Իդրամի եւ Միդրամի ուժը նախաձեռնության համար կարեւոր նմանատիպ նախաձեռնությունները, որի համատեքստում սոցիալական եւ հասարակական պատասխանատվություն է։ Սոցիալական պատասխանատվությունը նախ սկսեմ նրանից, որ մի դրամի ուժի նախաձեռնությունը արդեն 5 տարեկան է, այսինքն 5 տարի է, այո, մենք այդ մասին խոսում ենք, անընդհատ բարձրաձայնում ենք տարբեր տեսակի ծրագրեր, որոնք իրականացրել ենք այս տարիների ընթացքում 50-ից ավելի հիմնադրամ է եղել մի դրամի ուժի նախաձեռնության շահառու, բայց առհասարակ սոցիալական պատասխանատվությունը Իդրամի եւ ID բանկի համար խիստ կարևոր նշանակություն ունեն այն տեսանկյունից, որ մենք համարում ենք, որ գործելով մեր հասարակությունում մենք որոշակիորեն պատասխանատվություն ենք կրում այդ հասարակության համար եւ իրականացնում ենք բնականաբար ոչ միայն մի դրամի ուժի նախաձեռնությունը, օրինակ 2023 թվականի արցախցիների տեղահանումից հետո մենք սկսեցինք կողքի նախաձեռնությունը, որի շրջանակում, որը շարունակվում է իդեպ ներկայում էլ, ավելի քան 100 երեխա ֆինանսական գրագիտության դասընթացի է մասնակցել, 65 արցախցի կանայք վերապատրաստվել են եւ աշխատանքային գործիքներ են ստացել, դա միայն այս տարվա ընթացքում եւ դեռևս ծրագիրը շարունակվում է, ուղղակի քանի որ այդ մասին չենք խոսում, չեմ ուզում շատ երկար կանգ առնել, բայց ուղղությունները ուզում եմ ասել շատ են եւ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում հենց այն ոլորտներին եւ այն խնդիրներին, որոնք այս պահին են կարեւոր մեր երկրի եւ մեր հասարակության համար։ ID բանկը եւ Իդրամը
հաստատել են սոցիալական պատասխանատվության քաղաքականություն, որը բավականին երկար հետազոտության արդյունքում է ձևավորվել, այսինքն մենք ուղղակի չենք ընտրել այդ ուղղությունները, մենք բավականին մեծ հետազոտություն ենք անցկացրել, խոսել ենք մեր շահակիցների հետ, խոսել ենք հասարակության անդամների հետ, հասկանալու թե ինչ են մեզնից սպասում որպես ֆինանսական կառույցներ եւ հենց այդ ուղղություններն ենք առանձնացրել որպես մեր գործունեության կարևոր առանցքային ուղղություններ, այո, ֆինանսական գրագիտություն, թվային գրագիտություն, մարզերի զարգացում, ներառականություն, ՓՄԶ-ների զարգացում եւ այլն ուղղությունները 8-ն են, դրանց կարելի է ծանոթանալ հենց քաղաքականության մեջ, որը հրապարակված է երկու ընկերությունների կայքում, այնպես որ կարելի է ասել, որ սոցիալական պատասխանատվությունը ինստիտուցիոնալ կարևորություն ունի երկու ընկերությունների համար։ Սա իրականում շատ հատկանշական է, որովհետև գնելով 1 տոմս մարդիկ այդ հրաշալի անտառում ավելացնում են եւս 1 ծառ։ Ու հենց այս փող կապակցված հանգույցը գնելով 1 տոմս ավելացնում եք 1 ծառ, ինչպես մարդկանց ավելի շատ։ Ես կուզեմ նաեւ հավելել, որ անպայման վաղ, այսինքն հոկտեմբերի 23-ին տեղի ունենալու Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, այսպես արդեն մեր համագործակցության մեկնարկը կտրվի, հենց վաղը համերգով կսկսենք, վաղը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկ անտառ խորագիրը գրող համերգը կլինի, որտեղ դասական գեղեցիկ ստեղծագործություններ են կատարվել Չայկովսկի, Էլգար եւ հանդիսատեսը, ով ուղակի տոմս է գնելու, մասնակցելու է համերգին, վայելելու է հաճելի ժամանակ, հաճելի երեկո եւ նաեւ տոմս գնելով նպաստելու է, որպեսզի անտառում եւս 1 ծառ ավելանա։ Հենց սա ինչպես է մարդկանց ավելի շատ դրդում դեպի տոմս գնելու։ Այս գաղափարը արդյոք մարդկանց այդքան մոտիվացրել է, որ ստեղծվի անտառ եւ իրենք այո, փաստելով տոմսերի վաճառքի արդյունքները, դեռ իհարկե մինչև վաղը ժամանակ ունենք, բայց այո, հասարակությանը փորձել ենք նաեւ հասցնել այս գաղափարը, որ սա ուղղակի համերգի այցելել չէ, այլ նաեւ նախաձեռնությանը անմասն չմնալու գաղափար է։ Ես կուզեմ որպես ամփոփում մեր այս հետաքրքիր զրույցի եւս մեկ անգամ հիշեցնեք, թե ինչպես կարող է յուրաքանչյուրը մեզանից դառնալ մի դրամի ուժի բարի կամքի դեսպան, որպես այդպեսի։ Ընդհանրապես պետք է վճարում կատարել Իդրամնդայդի բանկ հավելվածով, երկու ընկերությունների հարթակներով, առցանց հարթակների մասին է խոսքը եւ տերմինալներով։ 1 դրամը վճարում են երկու ընկերությունները եւ ոչ օգտատերը, այսինքն որևէ դրամ չի գանձվում վճարում կատարելիս։ Վճարումը պարզապես առիթ է, որպեսզի երկու ընկերությունները այդ մի դրամը փոխանցեն այս կամ այն նախաձեռնությանը, տվյալ դեպքում հոկտեմբեր ամսվա շրջանակում Շահառուն սիմֆոնիկ անտառ նախագիծն է Հայ անտառ Հայաստան Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպության եւ ես հուսով եմ, որ մենք իսկապես հրաշալի երեկո ենք ունենալու վաղը ու ընդամենը մի քանի տարի անց այցելելու ենք այն վայրը, որտեղ արդեն կունենանք բարձր ծառեր եւ փաստորեն մեր փոքրիկ ներդրումը, որը այո, միսուարիուն է ստանում անտառի տեսքով։ Շնորհակալ ենք այս իսկապես հայրենանպաստ նախաձեռնության համար։ Հայրենասերությունը, սիրելի հեռուստադիտողներ, ընդհանրապես սկսվում է մեկ քայլից կամ անհանգստությունից եւ այդ անհանգստությունը վերածելով փոքրիկ շարժման, փաստորեն դու մասնակից ես արդարացնում ես այդ սերը հայրենիքի նկատմամբ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ սիրելի հյուրեր։